Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր անդրադառնալու ենք Դավոսի տնտեսական ֆորումում Հայաստանի Հանրապետության նախագահ Վագն Խաչատուրյանի հայտարարություններին։ Տեսեք ինչ է նա խոսում։ Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը պարոն Ալիևին, ինչպես նաև ես իրավունք ունեմ շնորհակալություն հայտնել նաև մեր վարչապետին, որովհետև երկրի մեր ղեկավարը վարչապետն է, այն քաղաքական կամքի համար, որ դրսևորվել է, եւ դա նպատակը մեկն է եղել, գիտեք, հիմա արդեն տեսանելի է, նպատակը միայն խաղաղությունն է եղել։ Ոչ թե իշխանության, կներեք, որ ես այդպես եմ մեկնաբանում, պարոն Ալիև, մնալն է խնդիրը եղել, այլ խաղաղ ապրելը։ Սիրելի հայրենակիցներ, այս տեսանյութը այս հատվածը տեղադրված է նաև TikTok-ում, YouTube-ում, բազմաթիվ տեղեր դուք կգտնեք սոցիալական այլ ցանցերում եւ դրա հետ նաև կա հեռաբլուրի տեսարաններ մեր զոհերի եւ ցույց է տրվում թե ինչպես է մեր հանրապետության նախագահը Ալիևին շնորհակալություն ասում, ներողություն խնդրում, չգիտեմ, Փաշինյանին շնորհակալություն ասում։ Ես ուզում եմ էմոցիոնալ մասը մի կողմ դնել եւ որպես դիվանագիտությունից բան հասկացող, բանակցային գործընթացից բան հասկացող մարդ, նաեւ որպես քաղաքական գործիչ, ասեմ թե ինչն է այստեղ սխալ սիրելի հայրենակիցներ։ Առանց էմոցիայի, էմոցիան հանում ենք։ Հիմա նայեք, հանրապետության նախագահ Վագն Խաչատուրյանը բացարձակապես պատրաստված չէ նմանատիպ միջոցառումներին մասնակցելու համար։ Նա գնացել է Դավոս եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը հայերեն լեզվով մի պանելային քննարկման է մասնակցում, որտեղ բոլոր մասնակիցները անգլերեն են խոսում, ինքը միայն հայերեն, դե բարձրանեղ թարգմանություն կա, այսինքն ոչ մի ձևի ինքը պատշաճ պատրաստված չի, ինքը խոսքում ասում է շնորհակալություն հայտնում մեր վարչապետին, որը երկրի ղեկավարն է, սահմանադրության մեր երկրի ղեկավարը ինքն է, նախագահն է, որտեղ երկրի գլուխն է, ըստ սահմանադրության, իսկ վարչապետը գործադիր իշխանության ղեկավարն է, այն որ Նիկոլը 001 համար է դրել իր մեքենայով, դիտա Վահագին էլի Խաչատուրյան։ Այդ համարները Իրանը չի, բայց ոչինչ լավ։ Դե հիմա ուզում է ուրախան այդ համարով դրել է իր մոտ։ Հիմա ժողովուրդ ջան, սիրելի հայրենակիցներ, խնդրեմն ինչու՞մ է։ Խնդրեմը նրանում չի, որ ինքը ուզում է խաղաղություն ըստ իրա, խնդրեմը նրանում չի, որ Փաշինյանը ուզում է խաղաղություն ըստ Փաշինյանի, դրանում չի խնդրեմը։ Խնդրեմը նրանում է, որ ես հիմա դուրս եմ հանել այստեղ։ Մենք Ադրբեջանի հետ ունենք չլուծված խնդիրներ։ Գնալ աշխարհի բոլոր հարթակները, ասել որ մենք շնորհակալ ենք, սաղ լավ է, կներեք Ալիև, շնորհակալ եմ Ալիև, կներեք Ալիև, շնորհակալ եմ, մերսի, շնորհակալ եմ, անդադար այդ շնորհակալությունը ասել, ու ներկայացնել որ ամեն ինչ լավ է, այնտեղ խոսում ասում արդեն դե բենզին ենք առնում իրանցից, էսա մնացած ճամփեքն է բացվում, սաղ լավ է, բենզին է, բենզինի գներն ինչ նման որ բենզինը մենք առնում ենք, սաղ լավ է, նորմալ է սաղ։ Բոլորս գիտենք որ Ադրբեջանը ունի պահանջներ։ Սահմանադրությունը պետքա փոխել։ Պետքա սահմանադրությունից հանել մեր պետության կառուցման հիմնաքարը, որը մեր պետության քանդման մի մեխերից մեկն է լինելու, որը պետքա անի Փաշինյանը, եթե ընտրվի, որտեղ խոսք է տվել։ Մյուսը դեմիլիտարիզացիա, Ալիևը միշտ պահանջել է եւ Հայաստանը այդ ճանապարհով գնում է։ Մյուսը սահմանազատումը եղել է միակողմանի, մի հատ process է, որը սահմանազատում չի կարելի կոչել։ Մենք հանձնել ենք մեր վերահսկողության տակ եղած տարածքներ 4 գյուղեր ըստ Ադրբեջանի եւ Ադրբեջանը ոչ մի միլիմետր դուրս չի եկել իր օկուպացրած տարածքներից։ Ու այդ process-ը կանգնած է։ Հայաստանի զինանշանի փոփոխություն Արարատ լեռը պետք է այնտեղից հանվի։ Մյուսը հայրաքելական Սուրբ եկեղեցու գլխատում։ Մյուսը ռազմագերիների անհետ կորածների հարց։ Մարդիկ բանտերում նստած են, տենում են իրանց պրեզիդենտը, ասում է շնորհակալ եմ Ալիև, կներեք Ալիև, շնորհակալ եմ։ Անկլավների ապօրինի պահանջ, բացարձակապես ոչ մի հիմք չկա անկլավ պահանջելու, այդ պահանջը դրված է սեղանի վրա, եւ դրա զիջումները Հայաստանի համար ֆունդամենտալ առանցքային խնդիրներ առաջացնում, որովհետեւ կորցնելու ենք ռազմավարական ճանապարհներ։ Եվ մյուսը Հայաստանից ադրբեջանցիների վերադարձ դեպի Հայաստան բնակության նպատակով հատուկ անվտանգային իրավունքների երաշխիքներով։ Այս պահանջն էլ վերջին պահանջն է։ Հիմա հարց. Ցելի հայրենակիցներ, երբ որ մեր վարչապետը, նախագահը, նախարարը ամբողջ միջազգային հանրությանն ասում ենք սաղ լավ է, սաղ նորմալ է, պայմանա ամեն ինչ նորմալ գնում է միանհանգ, մենք ոչ մի խնդրեմ չունենք։ Ու այս խնդիրները, որ գալու է առաջ ընտրություններից հետո, դուք ո՞նց եք միջազգային հանրությանն ասելու, բաց թե խնդիր առաջացավ, չենք համաձայնում, այս հարցում ո՞նց եք ասելու։ Երկու տարբերակ կա, կամ այս բոլոր կետերով դուք ասել եք մենք կանենք, մենակ թե թողեք ընտրվենք, կամ երկրորդ տարբերակ, այս խնդիրներն առաջանալու են, գնալու եք միջազգային հանրության առաջ կանգնեք, ասեք խնդրեմ ունենք, ու դե ասելու են եղբայր մեռակ շնորհակալություն հայտնելով, քծնվելով, ես իմիջ անելով, գալիս եք ստես եք, ասում եք, ասում, դուք մեզ խնդրեմ չունեք, գնացեք ինչ ուզում եք արեք, ու ձեր կողքը ոչ ոք չի կանգնելու։
Դու ոչ Տրամփին կարաք դա բացատրեք, ոչ Չինաստանի ղեկավարին, ոչ Ռուսաստանի ղեկավարին, ոչ Իրանի ղեկավարին, ոչ մեկին չեք կարող բացատրեք։ Հասկանաք, մենք ունենք խնդիրներ, ես էմոցիան հանում եմ, որ այդքան մարդ հազողվե, բան դրա մասին բազմաթիվ քննադատություններ արդեն կա։ Եվ Վահագն Խաչատուրյանը ինչով է նաև աչքի ունենում, որ մի հատ ինչ որ բան ա տեսնում, գնում է ինքը 4 անգամ ավել անելու, 4 անգամ ավել գցնելու, որ ինքը, ասենք, իր անիմաստ բանը ներկայությունը, իր անիմաստ զբաղվածությունը նախագահի պաշտոնում դանով արդարացնի։ Գնաց է իջել բան, Տավուշի մարզ, այսպես կոչած սահմանազատումից հետո դաներ եմ արձագանք է։ Ասում է առաջին անգամ կյանքից մեջ առաջին անգամ ես տեսա պետական սահման։ Հայաստանի էլի ասենք, 30 տարվա պետության առաջին անգամ ինքը պետական սահմանա, ասել այդ 12 կիլոմետրն է, ըստ իրա, առաջին անգամ պետական սահման։ Եվ ընդունում է դրանով Ալիևի այն խոսույթը, որ Հայաստանի սահմանները Ադրբեջանի հետ դրանք պայմանական են։ Էս եք դուք սա եք։ Հիմա հարցը հետևյալն է, Ժողովուրդ ջան, այդ էմոցիան, բան, սաղ մի կողմ ես չոր ուզում եմ նայեմ բանակցային կոնտեքստում, չոր դիվանագիտության կոնտեքստում։ Արա, այս մարդիկ, հասկանում եք, սա խնդրեմ են, անդադար խնդրեմ են։ Ես ուզում եմ ասեմ, լավ, խաղաղության եսիմինչ մրցանակ Զայեդ հիմնադրամը դե Շարլ Միշելն եկել է, ասենք այդ Ալիևի, ասենք բանն է, էլի Ալիևի, ասենք մոտը բաներից է, լոբիստներից է դարել։ Այդ մրցանակը տալիս, մրցանակ ստանում, ընդ շնորհակալ ենք։ Կարա մեկը ինձ ասի, Հայաստանի որևէ իշխանավոր, եթե իշխանությունը մնում է, ուրիշ նոր իշխանությունը կարա անի։ Կարա ասի մենք չենք համաձայնվում, որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան։ Արա ինչ հիմնավորություն, ինչ հիմքով պետք է ասի։ Ի ասելու է ինչ։ Միջազգային հանրություն ասելու է եղբայր մի րոպե, էլի։ Սաղ լավա բենզին է կապի առնում իրանցից։ Բեռները գալու են գնան բան։ Պետք է գան ձեր մոտ ապրեն։ Եվ դա առաջացնելու է ֆունդամենտալ խնդրեմ եւ անելու են այս մարդիկ։ Անելու են այս մարդիկ, ժողովուրդ, այսօր ձեզ ասում են չենք անելու այդ հարցը չի քննարկվում։ Իմացեք անելու են անգիր ախրերևում ատենում են սաղ տեղի ունենում սա ամեն օր։ Ոնց կարելի է ասել, չէ, նա նայում եմ ազգային ժողովի ինչ պատգամից մեկը ԿՊ-ի ինտերվյու էր տալի, ասում է այդ հարցը մենք չենք քննարկում, վարչապետն երբեք չի ասել ոչ, ասելա դա վտանգավոր է։ Դա վտանգավոր խոսույթ է։ Ժողովուրդ ջան, վտանգավոր խոսույթ այլևս համարվելու է, որ չի ինչու։ Որովհետև եղբայրից է սաղ լավա ձեր մեջ, իրար շնորհակալ եք, գրկում եք, արդեն չգիտեմ, ինչ եք ուզում արդեն, ինչ հարաբերությունների մակարդակ եք ասել, այս խնդիրների շարքը, որ ես թվարկեցի չլուծված, դուք չեք կարողանալու ասել, չէ, չիլի, այս բանը չենք անում, չէ, համաձայն չենք, սա խնդրեմ է, չեք կարողանալու ու անելու եք։ Եվ այս պետության վերացման ճանապարհային քարտեզի իրականացումն է, այն ինչ որ հիմա արվում է, այս Հայաստան պետության վերացմանն է, մասին է։ Ասում եմ, սաղ լավ ա լինելու, ստեղ սաղ լավ են ապրելու, ովքեր։ Հայերը ստեղ սաղ լավ են ապրելու, հայերն են ստեղ ապրելու։ Ընտրություններին սպասվող ֆունդամենտալ իմ համար կարևոր հարցը սա է, ովքեր են ստեղ ապրելու, ում համար ալնելու այս երկիրը։ Այս ում երկիրն ա լինելու, էլի։ Այն իմ նշած խնդիրների իրականացման արդյունքում։ Դրա համար սիրելի հայրենակիցներ, սա ուղղակի բան չի էլի, այնտեղ սոցիալական, տնտեսական, ախր լինելիության հարց է, ազգային պետություն ունենալու հարց է։ Ազգային պետություն, բոլոր ազգային պետությունները իրանց ներուժը sense համախմբում են, փակում են, որ իրանք իրանց պահպանեն, իրանց ինքնությունը պաշտպանեն։ Հայաստանը բացում է ամեն ինչ, որ վերանա։ Հասկանում եք, այս դրան է միտված։ Այն ինչ որ ես ասում եմ, բացարձակ պատերազմի մասին չի, ոչ մեզ պահելու, մեր ինքնությունը պահելու, մեր կոդը պահելու մասին է, ոնց չգիտեմ, ոնց բացատրեմ։ Թե չէ հասնք Վահագն Խաչատուրյանը ինչ-որ նվաստացման process-ի առաջամարտիկներից է։ Կամ ասենք, եթե վարչապետը պետք է գնա Դավոս, դու ուր ես գնացել, էլի։ Դու ես գնացել, դու ինչ կապ ունես։ Քեզով է ուղարկել Դավոս։ Նախկինում սենց էր, եթե վարչապետը չէր գնում նախագահներում կամ ոչ մեկ չէր գնում։ Հիմա վարչապետը պետք է գնա Դավոս, գնացել է, ուր ես գնաց, ինչ կա Դավոս, դու ինչ գործ ունես։ Հայերեն լեզվով ընդենստե ինչ ես խոսում։ Քեզով է լսում։ Ինչի համար ես հասենդ է, քեզ մեզ նվաստացնում։ Вообще դու քեզ մեզ ներկայացնում ընդհանրապես։ Դու ինչի ես մեր նախագահը։ Դե դες ոնց կլինի։ Արձագանքեք սիրելի հայրենակիցներ, ես հստակ կետ առ կետ նշել եմ այն խնդիրները, որոնք մենք ունենք, որ ընտրություններից հետո լինելու են։ Դրա համար ես մի բան եմ ձեզ ասելու։ Ընտրությունների ժամանակ քվեարկեք մեր օգտին, որ մենք կանգնացնենք այս process-ը։ Ոնց էլ որ ընտրությանը կմասնակցենք։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։